Ողջույն սիրելիներ, այսօր ճաշու ավետարանից կարդում ենք հետևյալ հատվածը. Մի իշխանավոր նրան հարցրեց և ասաց. «Բարի վարդապետ, ի՞նչ պիտի անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուս նրան ասաց. «Ինչու ինձ բարի ես կոչում, ոչ ոք բարի չէ, այլ միայն Աստված։ Պատվիրանները գիտես. մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, մեծարիր քո հորն ու մորը»։ Եվ նա ասաց. «Այդ բոլոր բաները պահել եմ իմ մանկությունից»։ Երբ Հիսուս այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառիր և տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս, և արի իմ հետևից»։ Երբ նա այս լսեց, տրտմեց, որովհետև չափազանց հարուստ էր։ Տեսեք ինչ հետաքրքիր է Տիրոջ մոտեցումը։ Նա չասաց, թե ես բարի չեմ, այլ ասաց միայն Աստված է բարի։ Նաև այս իմաստով չմերժեց մարդու բարությունը, որովհետև կարդում ենք Ծննդոց գրքում, որ Աստված ինչ որ ստեղծեց, տեսավ, որ բարի է, այսինքն բարի է մարդու բնությունը։ Մինչդեռ շատ կարևոր է իմանալ, որ այն ամենը, ինչ որ Աստված մեր մեջ դրել է, և քանի որ ասացինք բարի է, պիտի ձգտի դեպի բարուն։ Այստեղ Տերը այս իշխանավորին ասում է, թե պատվիրանները պահիր։ Գիտենք հարազատներ, որ Աստծո պատվիրանը մեզ իրոք բարի է անում, որովհետև Աստված բարեսեր է, բարերար և նրա կամքը բարի է, և մեզ բարի է դարձնում, մինչդեռ պիտի շատ լավ իմանանք, որ Աստծո պատվիրանները որպես կրոնական պարտականություն պահելը չէ, որ փրկում է մեզ, այլ հենց Աստծո նկատմամբ ջերմագին սերն ու հավատարմությունը, որովհետև եթե Աստծո սիրով, Աստծուն հավատարմությամբ փորձենք բարին գործել, ահա հենց սա է, որ մեր կյանքը փոխում է։ Ուրեմն ինչ պիտի անենք մենք։ Ի տարբերություն այս մեծահարուստ իշխանավորի, որ շատ տրտմեց, քանի որ Տերը նրան առջև խնդիր, ընտրություն դրեց։ Ո՞ւմ ես ընտրում։ Աստծո բարությունը, Աստծուն, թե քո հարստությունը։ Նաև ասենք, որ Աստված հարստությունը չմերժեց, այլ առավել ևս հետո ասում է, թե դժվար կլինի մեծահարուստի համար Աստծո արքայություն մտնելը։ Մինչդեռ շատ կարևոր է, որ մարդու նկատմամբ, ինչպես ասացինք, Աստծո նկատմամբ սերը լինի։ Սուրբ Դավիթ մարգարեն ասում է. «Պատարագներին դու չհաճեցար, Տեր Աստված, որովհետև խոնարհ հոգին և սուրբ սիրտն է ճշմարիտ պատարագը Աստծուն նվիրված»։ Ուրեմն շատ կարևոր է, սիրելիներ, որ մենք եթե Աստծուն սիրենք և Աստծո սիրո համար մեր հոգևոր մտադրությունները փոխենք, այսինքն չարի փոխարեն կամենանք բարին կատարել, այդ դեպքում իհարկե Աստծով բարի կլինենք։ Մեծահարուստի տրտմելով մենք սովորում ենք, որ այն ամենը, ինչ որ այս աշխարհի ցանկությունն է, մեզ հեռացնում է բարուց, որովհետև շատ դժվար կլինի մեզ համար, որ այս աշխարհում ինչ-ինչ ցանկություններով առաջնորդվելով փորձենք միանգամայն բարին կատարել։ Չի լինի, որովհետև ընտրության առջև պիտի կանգնենք, թե այս աշխարհի ցանկությունը, թե Աստծո կամքը։ Մինչդեռ Աստծո կամքը ցանկացողները և Աստծուն սիրողները, ինչպես Տերն է ասում, երկնքում գանձ ունեն։ Եվ մեր գանձն Աստված ինքն է, և մենք աստվածպաշտությամբ և ապաշխարությամբ կկարողանանք իհարկե լինել բարի և Աստծո պես։